Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի ողջ աբսուրդը հասկանալու համար, հարգելի բարեկամներ, մեղադրանք են առաջադրել Հայկ Հարությունյանին, մարտի 1-ի գործով պիտի հիշեցնեմ, որ Հայկ Հարությունյանը վաղուց մահացել է։ Մինչ այդ էլ մեղադրանք էին առաջադրել Գորիկ Հակոբյանին, Գորիկ Հակոբյանը ևս վաղուց մահացած է։ Մոտավորապես 20 տարի հարսնիկ տուն մեռել տուն հայ քաղաքական գործիչները քննարկում են, շահարկում են մարտի 1-ը։ Այդ լոզունգներով իշխանության է բերվել Նիկոլ Փաշինյանը, որ մարտի 1-ի հանցագործներին պետք է պատժել։ Նույնիսկ ես հիշում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր փաստաթղթում կար մի դրույթ, որ մարտի 1-ի ժամանակ փոխնախարարի պաշտոն զբաղեցրած եւ ավել պաշտոններ զբաղեցրած նախարարի պաշտոններ եւ այլն քաղաքական պաշտոններ զբաղեցրած անձինք պետք է հետագայում զրկվեն պաշտոնավարելու իրավունքից։ Այսպես ռադիկալ է տրամադրված եղել Փաշինյան Նիկոլը, բայց երբ Փաշինյան Նիկոլին բերեցին իշխանության, հանկարծ Փաշինյան Նիկոլը սկսեց ֆինանսական ծառայություններ մատուցել այն մարդկանց, ում այն ժամանակվա իշխանությունները բերել էին Հայաստանի Հանրապետություն եւ բաց էին թողել ժողովրդի վրա։ Խոսքը վերաբերվում է Օգանովսկուն, խոսքը վերաբերվում է Սպեցնազի Գագոին, Գագիկ Սարգսյան։ Պիտի հիշեցնեմ, հարգելի բարեկամներ, որ այս անձինք, այս անձանց հետ աֆիլացված կազմակերպություններն ունեցել են մեծ վարկեր, մեծ փոխհարություններ, որոնք Փաշինյան Նիկոլի կառավարման տարիներին, այսպես ասած, ջրվել են եւ որևէ մեկը Փաշինյան Նիկոլին հարց չի տալիս։ Գագիկ Սարգսյանի փոխհարությունը եղել է մոտավորապես, ես մի անգամ գրել էի 5 միլիարդ 200 միլիոն դրամ մոտավորապես։ Եվ որևէ մեկը Փաշինյան Նիկոլին հարց չի տալիս։ Դու հիմա մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել ես ազգային անվտանգության ծառայության, որը ներդրված է եղել շարժման մեջ, թե դու եղել ես ընդդիմադիր գործիչ, որը պայքարել է ժողովրդի ձայների համար։ Այդ հարցը որևէ մեկը չի տալիս Փաշինյան Նիկոլին։ Ես հիշում եմ, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործով Դեմիրճյան ընտանիքի փաստաբանը 2019 թվականին հարցազրույց տվեց վաղեմության ժամկետի անցման հետ կապված որոշակի բաներ տեղի ունեցել, 20 տարի անցել էր, որոշակի մեղմացում կար եւ ինքը կարող էր քրեական գործից որոշ մանրամասներ հրապարակել եւ ինքը ասաց, որ մոտավորապես մեջբերում հարցազրույցը տվել է A1+-ին, որ ինքը ասաց, որ Անահելի Հունանյանը եղել է ազգային անվտանգության ծառայության գործակալ։ Եվ այդ հատվածն էլ էլի լռության տրվեց լրագրողների եւ խմբագիրների կողմից, որևէ մեկը Սերժ Սարգսյանին հարց չտվեց, թե այդ ինչպես է ստացվել, որ ազգային անվտանգության ծառայության հետ աշխատած վերահսկողության կամ տակ գտնվող կամ ուղիղ գործակալ Նայելի Հունանյանը կարողանում է զենքով զրահով մտնել, հասնել Վազգեն Սարգսյանի կողքը, այդպես դռները հերթով իրար դեմը բացվում են։ Միջալյուց պիտի ասեմ, որ 2018 թվականին էլ, հարգելի բարեկամներ, 2018 թվականին, երբ Փաշինյան Նիկոլը սկսեց քայլել Գյումրիից, իր առջև սկսեցին ինչ-որ մի կախարդական ձևերով բացվել բոլոր դռները Հայաստանի Հանրապետությունում։ Բոլոր ուղղակի դռները։ Քարտ բլանշ էր տրված Նիկոլ Փաշինյանին, ինչ ուզում ես արա։ Ինչ հանցագործություն ուզում ես արա։ Այսպիսի խնդիրները չեն լուսաբանվում, լռության են տրվում, այս հարցերի վերաբերյալ ուշադրություն չեն դարձնում լրագրողները եւ որպես արդյունք ունենում ենք այն, ինչ ունենում ենք։ Որևէ մեկը Ռոբերտ Քոչարյանին հարց չի տալիս մարտի 1-ի դեպքերի ժամանակ Նիկոլ Գորիկ Հակոբյանը ձեզ զեկուցել է, որ շարժման մեջ կան ազգային անվտանգության ծառայության գործակալներ, այդ հարցը չեն տալիս։ Ռոբերտ Քոչարյանն այս թեմաների մասին չի խոսում, նրան դատում են, տանում, բերում են, բայց այս թեմաների վերաբերյալ ինքը չի խոսում։
ով ասես չի անցնում մարտի 1-ի գործով, հարգելի բարեկամներ, ով ասես չի անցնում, այդ թվում մահացած մարդիկ։ Բայց ես իշքան տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերի ժամանակ գլխավոր գործող քաղաքական ֆիգուրները եղել են Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը։ Այս երկու անձանց վերաբերյալ անունների վերաբերյալ, ասենք, խորհրդավոր լրություն է Հայաստանի Հանրապետությունում։ Այդ ուզում եմ հիշեցնել, ինչ որ գործերով էս մարդիկ անցնում են։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ տեղեկություն կա առ այն, որ Հովիկ Աբրահամյանի հետ կապվող կազմակերպությունը այնքան է շահագործել Արաքսի հունը, որ գետը փոխել է իր Արաքսի հովիտը, գետը փոխել է իր հունը եւ հսկայական տարածքային կորուստներ է պատճառել Հայաստանի Հանրապետության այս թեմայի վերաբերյալ միանգամ էլ դատարանում է այս թեմայի վերաբերյալ խոսք գնացել, բայց լրատվական դաշտում, ինչպես դուք տեսնում եք, հարգելի բարեկամներ, բացարձակ լռություն է։ Նույնիսկ ես իշքան գիտեմ Հայաստանի կառավարությունը իշքան տեղյակ եմ դիմել է Թուրքիայի կառավարությանը, սահմանի հետ կապված Թուրքիայի կառավարությունը ասել է ոչ չի լինի, կա սահմանը պայմանավորվածություն կա, որ պիտի անցնի Արաքսով էլ անցնելու է։ Սա խայտարակություն է, հարգելի բարեկամներ։ Այս ամենը, այս փունջը ընդհանրապես խոսում է նրա մասին, որ գործում է մեկ օրենք Հայաստանում, ամեն գնով պետք է պահել կորպորատիվ էտիկետ, դա կորպորատիվ էտիկետ էլ չի, սա բանդիտային էտիկետ է, սա կոոպերատիվ, ինչ որ խուլիգան կոոպերատիվ, բանդիտային բանի վրա հիմնված, ամորալության վրա հիմնված ինչ որ բաժնետիրական, վաշխառույական կազմակերպության էտիկետ այս մարդիկ չեն ուզում խախտել, մոտիվը մեկն է, փող, հնարավորինս շատ փող աշխատել։ Հիմա ինչ անենք, հարգելի լրագրողներ, բան անենք, որ այս հարցերը պարզաբանվի, ինչ անի ժողովուրդը, հոգի կանչի, Գորիկ Հակոբյանի հոգին կանչի եւ Գորիկ Հակոբյանի հոգուց հարցնի, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը եղել է հավաքագրված 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ, Հայկ Հարությունյանի հոգին կանչի, թեպետ Հայկ Հարությունյանի պրոֆիլը չի, Գորիկ Հակոբյանի հոգին պիտի պատասխանի, ժողովուրդը դա անի, հետո էլ դա ձայնագրի տանի դատարան, ենթադրենք, եւ դատարանն էլ պիտի ասի, որ հոգու ասածը ժամանակակից հայերենով ասած ասնավանի չի։ Բա հարցրեք Սերժ Սարգսյանին։ Հարցրեք Սերժ Սարգսյանին, ինչու չեք հարցնում։ Ռոբերտ Քոչարյան, ինչու այդ հարցին չես պատասխանում։ 100 անգամ այս հարցը բարձրացրել եմ, վստահ եմ լրագրողները լսել են, ինչու այս հարցը Ռոբերտ Քոչարյանին չեք տալիս, ինչու այս հարցը Սերժ Սարգսյանին չեք տալիս։ Այն ողբերգությունը, որը տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության, ես վստահ եմ ազգային անվտանգության ծառայության միջոցով, նրանց գործակալական ցանցի միջոցով, ում որ դուք տեսնում եք հայտնի այդ քաղաքական գործիչներ, փաստաբաններ եւ այլն, ովքեր երևում են ամեն օր եթերներում, նրանց մեծ մասը հավաքագրված է ազգային անվտանգության ծառայության կողմից։ Ասում է Նիկոլ Փաշինյանը պիտի մարդ տանի ուժեղ Հայաստանից, որպեսզի կարողանա սահմանադրության մեջ ինչ-որ փոփոխություններ անել։ Իսկ կարող է ուժեղ Հայաստանի ղեկավարը հենց սկզբից եղել է ազդեցության տակ ուղիղ Սերժ Սարգսյանի եւ ուղիղ Նիկոլ Փաշինյանի։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր իր ցուցակում են, նաեւ ռեժիմի ուղիղ ազդեցության տակ են եւ վերահսկողության տակ են։ Կարող է այդպեսի բան լինի։ Եթե ոչ, ապա խնդրում եմ ինձ բացատրեք, ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ուժեղ Հայաստան կոչված է կազմակերպության խոսացող որևէ գլուխ նախընտրական կամպանիայի ժամանակ չանդրադարձավ բազմաթիվ կարևոր հարցերի։ Ինչով էր դա պայմանավորված։ Ինչով էր պայմանավորված, որ ուժեղ Հայաստան կազմակերպության որևէ խոսացող գլուխ Նիկոլ Փաշինյանին չհարցրեց, թե Սևլեչի 400 մոտավորապես 400-ին մոտ Սևլեչի հատվածում գտնվող
զինվորականների վերաբերյալ, հարյուրավոր զինվորականների վերաբերյալ, ովքեր ըստ էության գտնվում են փաստացի պատանդարության մեջ, թե Հայաստանի արևմուտքում տեղի ունեցած Հովիկ Աբրահամյանի ձեռքով տեղի ունեցած այլանդակության վերաբերյալ չհարցրեց այն մարդկանց վերաբերյալ, ովքեր ում դեմ Փաշինյան Նիկոլը պայքար է տանում, բայց վարկերն է փակում, այդ կոնֆուզի վերաբերյալ ոչ մի հարց չտվեց, մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարց չտվեց, թե ինչպես է ստացվել, որ ինքը Օգանովսկու կամ Գագիկ Սարգսյանի վարկերը, փոխառությունները, պարտքերը դերել է այն քաղաքացիների ուսերին, ում վրա էին բերվել հենց այդ նույն մարդիկ մարտի 1-ի դեպքերի ժամանակ։ Այսպես մոլորեցնելով մարդկանց, շփոթեցնելով մարդկանց, հայ ջոչերը իրենց սև գործը տանում են առաջ, բայց ես վստահ եմ, սա մի օր ավարտվելու է և հայ ազգը ազատվելու է ձեզանից։ Ես ձեր տիրոջ մերը